Ես իրանց միշտ ասել եմ, իմ երեխուն եմ պահանջում, դե գլխավորը իրանք են, որ բացահայտ են։ Նոր էլ ստեղ Հայկն է, ինչ-որ վարչության տեղակալ, ինքը կանչեց, գնացինք զրուցեցինք, թե ինչի համար ինչ։ Ասեմ, որ վարչապետին էլ եմ ասել, որ ես գալու եմ, ստե կառավարության դեմը պահանջեմ իմ որդուն։ Հիմա դու ներկայացրել, որ այդ մարդը պահանջում է իր որդուն։ Թող տեղեկացնեն, Իսախյան Գագիկն էլ ասում էր, որ գործերը դեռ մինչև այդ գրավոր պետք է վարչապետը մեզի պատասխաներ։ Բայց հիմա ասում ուղարկեն են կահածը, իմ այդ գործերով են, բանկանան կպատասխանեն։ Ասի ուշանում է, ես չգիտեմ, ես պահանջում եմ։ Պարոն Գևորգյան, այս օրերի ընթացքում շատ է լուսաբանվել ձեր նստածույցը, բայց կխնդրեմ ևս մեկ անգամ հստակ ձևակերպեք նստածույց անելու ձեր պահանջը։ Դե իմ պահանջը, եսա 6 տարի չեմ անում, ես չեմ պատկերացնում 6 տարի, ես գիտեմ իմ սեպտեմբերի 28-ն է, որ այդքան տարի անց էր, ու ոչ մի գործողություն, ոչ մի հետաքննություն, ոչ մի բան չեն անում երեխուն բացահայտելու համար։ Ամսի 27-ին ասի վարչապետի մոտ էի, իրանը տեղեկացրի, որ իմ երեխուն ես քեզանից եմ պահանջում, որովհետև ոչ մի կառույց չի աշխատում։ Իմ երեխուն կարաս դու բերես։ Ասի եթե իմ երեխուն չբերես, ես 10 օր հետո գալու եմ քո կառավարության դեմ նստածույց անեմ, պահանջեմ իմ երեխուն։ Հիմա էլ հենց այդ պատասխանները լիարժեք չկա, որ ասենք պատասխանը։ 27-ի մասն է խոսքը, ապրիլի 27-ին։ Այո, ապրիլի 27-ին ծնողներով իր մոտին սաղ ծնողներ։ Նա էր նախաձեռնել հանդիպումը։ Չէ, մենք ծնողներով ենք բաները, դա ամի ամիս առաջ ոսոր ասենք երթագրվերին, որ պետք է ընդունել այդ վաղ։ Հիմա սաղ ծնողներս էլ լսած, ու ասավ գրավոր կպատասխանեմ ձեզ, մեզի մեր հարցերին չի պատասխանել, որ այնի սխալ է, այնի ճիշտ է, այնպես քիչ պատասխանեց, բայց հետո ասավ ես կլսամ, բայց հետո ձեզի գրավոր կներկայացնեմ, ինչա ոնց է։ Այսինքն դուք 3 օր այստեղ նստածույց եք անում եւ միայն փաստորեն այսօր են ձեզ ընդունել։ Այո, մենակ այսօր են ընդունել։ Դե Իսախյան Գագիկը տեսավ, մեկ էլ այդ Հայկ էր անունը, ինչ-որ վարչության պետի տեղակալ էր։ Հիմա կներես ա։ Պարոն Գևորգյան, տեսեք, երբ հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 27-ին, ձեզ ներկայացրեց, թե այս 6 տարիների ընթացքում տղաներին հայտնաբերելու ուղղությամբ ինչ գործողություններ են իրականացրել, ինչ արդյունքներ են գրանցել, ադրբեջանական կողմի հետ ինչ բանակցություններ քննարկում են ծավալել, ինչ տեղեկատվություն է ադրբեջանական կողմը փոխանցել։ Դե միշտ էլ ասենք այդ վաղ այդ մասին չի խոսացել ինքը, բայց ադրբեջանական կողմը միշտ էլ ինքը խոսում է, ասում է Ալիևը, ասում է ասենք գերիչուն է։ Ու ես էլ հենց այդ վաղ այդ հարցից շայնացած կատված, ասի բայ այդ երեխեքը ուր են, որ ինքը գերիչուն է։ Ասենք շատ փաստեր կա, որ այդ երեխեքը ոնց զոհված են, ոնց էլ այդ անհայտ է, այդպես սուտ են բաները, ոնց էլ անհայտ են։ Այլ ուրիշ տեղ են, Բաքվում են կամ չգիտեմ ուր են։ Բայց պատասխան չկա էլ, ասում Ալիևն ասում են, դա գերի չկա ու վեր։ Անկոքյան վերջերս Ֆրանսիայի Հանրապետության նախագահն էր այստեղ եւ անհետ կորածների ծնողների անունից նամակ հանձնվեց Մակրոնին, այդ կապակցությամբ այդ առումով ինչ-որ նորություն կա։ Չէ, էլ պատասխան չկա, նորություն չկա, մեր ծնողներից են ուղարկե, ստեղ տեսերին տվերին, բայց էլ դրա պատասխանը չունեն, չեմ լսացել։ Խոստացել էր, որ կզբաղվի, չէ, այդ հարցով։ Դե արդեն հա, խոստացել էր, որ դաժե ասենք, որ զրույց անել էր, ասենք Ալիևի հետ կամ չգիտեմ, որ ասենք պարզաբանում ելնեն։ Ու ոչ մի պատասխան։ Այս ընթացքում տարբեր ակցիաներ եք իրականացրել, նամակներ եք փոխանցել դեսպանատներին, միջազգային տարբեր կառույցների, որոնք գրասենյակները գտնվում են Երևանում։ Որևէ կառույցից արձագանք դրական ստացել եք, որ օրինակ զբաղվում են այդ խնդրով։ Չէ, չեմ զբաղվում։ Ոչ մի բան չեմ ստացել։ Դες լիարժեք պատասխան, դե ասեն են կարվի, բայց ասենք ինչքան ասենք ծնողներից այս տեղեկությունն է, բայց չեն ասել, որ ասենք այսինչ դեսպանատունը կարա այդ հարցով զբաղվում։ Դե մենք էլ շատ ենք ուղարկել հետ։ Պարոն Գևորգյան, հետևաբար ձեր ակնկալիքը որն է 6 տարի անց ինչ կարող է անել օրինակ երկրի ղեկավարը, պատկան մարմինները, որոնք մինչև այս պահին չեն արել։
Առաջին գլխավոր քայլը։ Առաջին գլխավոր քայլը իրանք այդ երեխեքին պիտի բացահայտեն, ասենք, տես հիմա ասենք, ասարակ այդքան այդ դենկաների մասով, անհայտի մասով ասենք, ես միշտ եմ ասես 94 թվականի պատերազմը չէել է։ Այս ամեն ինչը զարգացած տեսախցիկներով, այն ամեն ինչով կամ ասենք, դա աբսուրդ գնի, որ ասենք այդքան անհայտ մնա։ Մանավանդ այդ դիրքերին ասենք այդպես ուժեղ կռիվներ չի ելել, միշտ հետնահանջել է, բայց ոչ մի պատասխան ասենք, իրանք կարան պարզեն, ես ասում եմ, քանի որ իրանք քննություն չեն անում, սա մեր ծնողների հարցերը, հիմա ես 5 տարի ինձ էրա գնացել են դիմել են իմ երեխու հարցով, մի հատ թուղթ են հանել, ցույց տվել, ասել են, այսքան բան են գտել քո երեխուց, բայց ես մարդն ա վկայություն տվել։ Ու վերջ։ Որովհետև քննություն չեն արել, չէ՞։ Երեք պարոն Գևորգյան, դուք նշեցիք, որ մեքենան Զիլմագնիշի, որի մեջ գտնվել է նաև ձեր որդին, 2 հոգի այնտեղ ողջ են մնացել, 3 հոգին իբրև թե զոհվել են։ 3-ը ողջ են մնացել, 3-ը զոհվել են իրանց ասել։ Այսպիսի բան ոնց է հնարավոր, երբ ձեր նշած սնայրադը ընկել է մեքենայի վրա եւ բոլորը նույն վայրում են գտնվել։ Դե նույն վայրը, դա ոչ թե ասենք տարածքը այլ մեքենայի մեջ է, դա որ ասես քառակուսիով, դա լրիվ ծխելու էր, ուզում է բեսպիլոտնիկ լինի, ուզում է սնարյադ լինի։ Բայց հենց դա սուտ ցուսմունքը հենց դա իրաց մեջ է, որ ասենք այդ դեպքը չի ելել, իրանք այդ զնի մեջ չեն ելել։ Բայց մի իմաստարի հասկանանք, բայրեխեքը ուր են, որ ասենք ոսկի Լավ, եթե այդ մեքենայի մեջ են եղել, որևէ իր հայտնաբերվել է ձեր որդուց, չգիտեմ, որևէ թուղթ, այդ զինվորական գրքույկ, հեռախոս, որևէ բան։ Ոչ մի բան չկա, ոչ մի բան չի հայտնաբերվել։ Ասենք հիմա իրանք այդպես կառուցել են, ես ասում եմ բաց, բայց որ ասենք այդ դեպքի վայրը չկա, ասենք, ես ինչ իմանամ, որտեղ ման կամ հեռախոսին կամ ես իմ զինքերգուքին կամ ես իմ ինչին, բայց դա արդեն երեխեքին ուր են տարել, չգիտեմ։ Ես հետ եմ ասեմ, եթե իրանք էդի ամաներ են առաջի օրով զոհվածի ցուցակում, բայց իմ երեխան տեսել են Ֆիզուլի ամսի 3-ին։ Եթե զոհվերա ո՞նց են տեսել։ Ու դες սենց սա լրիվ ծածկելով էդին են, բայց չի համապատասխանում։ Հա, չի համապատասխանում։ Չէ, դե նույն տեղեկությունը ես ասեցի էլի, դա ոչ թե առաջնագիծել է, ասենք Թուրքիա հետ կռիվ տալուց, ոչ բան այգու առաջի օրն էլ է 6 օրը կարին անին բերին մյուս օրը ամսեքսին ես չաստին եմ էլ այդ վաղ կարին գանին բերին որ այդ տարածքները սա մեր դեռինել է բայց դե արիք հասկանանք էլ որ երեխեն չի զոհվել չէ որ չեն կարծե անեն կամ ես ընդեի ոնց խափը մին չեն կարա մոտեցանք բայց հետո պարզում եմ իս մոտ չաստի 6-7 կիլոմետր 8 կիլոմետր թողնի որ 15 րոպե ճամփա է 20 րոպե որովհետև ոչ մի թուրք էլ չկար։ Դե ես միշտ այդ եմ ասել, դե հասկանանք, որ երեխան ոնց զոհվերա, ոնց էլ է տեղայել է։ Բայց ուրը իրանք գիտեն, իրանց հրամանները գիտեն։ Պարոն Գևորգյան, այսինքն հիմա միջև կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ բան ձեզ չասի, դուք նստածույցը շարունակելու եք։ Այո, շարունակելու եմ, հիմա թող գան, չեմ անում, քննչականից է, դատախազությունից է, տենան ինչ պատասխան են տալը։ Ժամ ասել են, երբ են գալու։ Չէ, ժամ չեն ասել, չգիտեմ, բայց դրանից հետո եթե էլի չպարզվավ իմ երեխեն, ես եմ վաղտ արդեն հրապարակային ասում եմ, հացադուլ եմ անելու, թե հիմա իրանք մտածեն։ Իմաստը ասում է, չէ, պետք չի քեզի վնասես, հասեցի ապրել չի, վնասել է որոնա։ Ինչ վնաս, ու սենց չգիտեմ, անտեր երեխային զինվորները կամ հավիջուդին տես բդի տանեն կործնեն, չէ, սաղ երեխեք լինել, ես ասում եմ, հետ 300 այնատ կորած են, հետ սաղին էլ բդի բերվի, հələ ավելի շատ են, ես չեմ ուզում թիվ ասեմ, ավելի շատ են, եթե իրանք լավ բանակցեն, հաստատ այդ երեխեքին սաղին էլ բերելու է, ես հետ ես գիտեմ։ Լավ, ապա կառույցի ներկայացուցիչների հետ, այսինքն վերևում պետք է հանդիպում ունենաք։ Չէ, պետք է գանստե երևի, դե մեկ ասավ ընդե, մեկ էլ ասավ գանստե, ասիտ ես տեմ, ստեստար չեմ տալու, թող գան հանդիպեն ասեն, ինչ են անել, բայց ես ասեցի, ես ախան, ասի հանգարց էլի չասեմ, դե ընկան կաման այդ, ես այդ ոչ մի բանը չեմ ընդունում, ես այսքան բանը նոր, սենց
ասում եմ, էսի լիարժեք փաստեր է, իմ կա որ իմ երեխան ման զոհը անջելը տել է։ Այլ իմ երեխուն ասեք, որ ուղությունն է որ դե։ Չեք կարում բարձրացան ասեք, հանգուցից թեկուն ասեք, թողեմ այդամ տունը, որը կբերեք, բերեք։ Մինակ ասեք, որ ես իշտեղն եմ։ Որ ապրելու շարունակություն ունենանք։ Պարոն Գևորգյան, մեկ ճշտող հարցել, այլ ծնողներ կմիանան ձեզ։ Այո, դե գալիս են եթե մեն ծնողները Բայց նստացույցին դեռ չեն միանում։ դեռ չէ, էլ մեկ տեսար ասենք տեսան շարժը ասենք ավելի ուժեղանում կան միանան ասենք բոլորով։ Էդի չեմ մանում, հիմա իրանք քարոզ արշավենան են, բայց էլ չեն ասեն։ Հիմա եթե մեն նորից ընտրության։ Բայց հարցն էլ ասենք հիմա միշտ Ալիևին տենեմ խաղաղություն է կարգավորում, բայց այս երեխեքի հարցը լուծի որ նոր խաղաղության գնա։ Էսի էլի այն ամենաառաջներդ հարցն է գերիների հարցը, անհատների հարցը, որ դու պետքա լուծես նոր ընդունես հաջորդ փուլ։ Ես վերջում էլ ես ունել եմ անի զրույցին ասել, որ խոսում են բանի Սամվել Կարապետյանի որդիներին աղբոր տղերքին չեն ծառայե 20 թվին դու ներկա եկել է, պատերազմել է, մեր երեխեքը սաղաղել, զինվորին սաղաղել ծառայել է։ Դե ծառայեցին պարզի, անհայտ մի անվանի, այդ ծառայեցին պարզի, տես ուր է այդ ծառայածը։ Նոր ասա, երևի Սամվել Կարապետյանի հարազատներն էլ գիտին, որ այդան բանակ իրանցը վտանգ է սպասելու, երևի դրա մեջ չեն ներդրում ծառայության։ Պարզի, ես հիմա դու ես, նորից եթե մեզ ընտրության, պարզի, այդ երեխեքը ուր են բա։ Բախի պետք է մնան անհայտ, քանի որ դες հիմա ասենք 70-80 դենկաները ասում են մեզ են շեշտում թե ծնողները չեն տանում օղարկավորեն։ Ծնողները հաստատ գիտեն այդ իրանց երեխեքը չի, դրա մեջ չեն տանում։ Ու մի հատ էլ ասում են չեն տանում։ Որովհետև այնքան սաղ ծնողներն էլ տարբեր ձևի դեպքերը կա, ասենք, լրիվ sense ֆոտոշոպարած կառուցած։ Ոստե լավ ընդ լավ ենի խաբար չի, բայց խաբար չէ, սա խաբար են, բայց ոչ մեկն էլ բան չասում։ Ես միշտ եմ ասել, ես մեծիկա Հայաստանի մեջ է, այսքան դավաճան որդ ես ծմա, որ ես երեխեք այսքան համ կոտորվան, համ էլ անհայտ մնացին։